Բարի օր ժողովուրդ ջան, այսօր որոշել եմ պատրաստեմ գազարի ապուր, կոկոսի կաթով, քարիով եւ կուրկումայով։ Այսքանը այժմին։ Աղջիկներ ջան, տղաներ ջան, վերցրել եմ 4 լիտր ջուր։ 4 լիտր ջրի մեջ հիմա լցնելու եմ 2 կիլոգրամ գազար, 600 գրամ սոխ, 2 ճաշի գդալ քարի, 2 ճաշի գդալ կուրկումա։ Եռացող ջրի մեջ եմ լցնում 600 գրամ սոխ։ Սիրելիներ ջան, տեսեք, հիմա գցում եմ 2 ճաշի այսպիսի գդալ, այս չափով քարի, 2 ճաշի գդալ կուրկումա գերմաներեն է, հայերեն քրքում, ասեմ որ իմանաք։ Եկ, ես էլ 2 սիրելիներ։ Սիրելի հետևորդներ, չմոռանամ ասելու, վերցրել եմ կես թեյ գդալ իմբիրի փոշի, գցել եմ մեջ ապուրի։ Ասում եմ հիմա որպեսզի հետո խոսակցություն չլինի։ Ուղիղ 1 ժամ դնում եմ դանդաղ կրակի տակ, որ եռա։ Աղջիկներ ջան, տղաներ ջան, նայեք, հիմա արդեն եռում, կրակը արել եմ դանդաղ ու անպայման պետք է ծածկել։ Չեմ թողելու, որ բերանը բաց մնա, որ ջուրը շատ չցամաքի։ Հիմա գցում եմ աղ, 1 ճաշի գդալ աղ ու սև պղպեղ, իրար հետ խառնած։ Հիմա կգցեմ ու կսպասեմ, վերջում կհամտեսեմ, եթե աղի կարիք եղավ, նորից աղ կգցեմ։ Սիրելիներս, 1 ժամ արդեն լրացավ, հիմա պետք է բլենդերով անրացնենք ու սարքենք ապուր։ Չմոռանամ ասելու, եթե շաքար ունեք տունեք, փոքր կտոր շաքարներից, 2 կտոր շաքար կգցեք, իսկ եթե չունեք այդ շաքարից, կգցեք 1 թեյի գդալ պեսոկ, շաքարավազ։ Գիտեք ինչի համար եմ ասում շաքարավազը, ժողովուրդ ջան, որովհետև վերջում մի քիչ լիմոնաջուր ենք լցելու վրա։ Հիմա լցնում եմ կոկոսի կաթը, 2 հատ, ընդամենը 800 մլ կոկոսի կաթ։ Սրանք ամեն մի հատը 400 մլ։ Տատի, բա հիմա ինչ ես անում։ Հիմա կոկոսի կաթը լցնելուց հետո նորից դնում եմ դանդաղ կրակի վրա, մի 10 րոպե պետք է կոկոսի կաթի հետ միասին եռա։ Այդ ընթացքում գցեմ լիմոնաջուրը, հետո լիմոնաջրից հետո արդեն 2 եռ, որ գաբրեն, արդեն այդ ժամանակ կանջատեմ։ Սիրելի հետևորդներ, տեսեք ցույց եմ տալիս, այսքան շաքարավազ։ Հիմա գցում եմ 1 ճաշի գդալ լիմոնաջուր, ժողովուրդ ջան, 1 ճաշի գդալ։ Սիրելիներս, նայեք ինչ սիրուն խտություն ունի, ինչքան խիտակ, ամեն ինչը տեղը տեղին, հնում է միայն համը փորձենք։ Սիրելիներս, տաք է, հիմա մի քիչ սառեցնեմ, հետո փորձեմ։ Անմահական համ ունի, ամեն ինչը տեղին է, աղը։ Իմ համար աղը մի քիչ է, բայց ես պետք է քիչ անեմ աղը, որովհետև ամեն մարդ ստեղ հաճախորդներից աղ չսիրում։ Բայց դուք կարող եք տունը փորձել ձեր բերանի համով աղը անեք այնպես ինչպես դուք եք սիրում։ Ինչ է մնում մեզ աղջիկներ ջան եւ տղաներ ջան, հետևել, հավանել եւ տարածել։ Հնացեք ինձ հետ, քեզ, ձեզ շատ սիրող Ռոզա Տատիկ։